nasıl Karabağ girdiysek. Tek millet, tek bayrak, tek vatan, tek devlet. Türk'ün yolu Zengezur'dan, Karabağ'dan geçer. Հայաստանի Հանրապետության սիրելի քաղաքացիներ, վերը նշվածը նշանակում է, որ Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղություն է հաստատվել, սիրելի ժողովուրդ։ Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղություն է հաստատվել։ Թուրքական նախագիծ Ադրբեջան 5 լուրով։ Նախ քարտեզ։ Քանի դեռ Երևանում Նիկոլ Փաշինյանը պնդում է, թե խաղաղություն է հաստատել Հայաստանի եւ Ադրբեջանի միջև, Բաքվում ժամանակ չեն կորցնում։ Ձևականությունների հետևից չեն ընկնում եւ ահա այսպիսի քարտեզ են շրջանառության մեջ դնում, որում ինչպես տեսնում եք, Հայաստանի տարածքի Սյունիքի մարզի մի հատվածը, որով անցնում է թուրքական այդ միջանցքը, ներառել են Ադրբեջանի տարածքում։ Երկրորդ լուրը։ Հայաստանի դեմ Բաքվի գլխավոր նախագիծն այս փուլում Արևմտյան Ադրբեջան կոչված համայնքը, որի միակ իրական նպատակը Հայաստանի տարածքը զավթելն է, պետական ֆինանսավորմամբ ինտենսիվ աշխատում է ադրբեջանական հասարակության եւ միջազգային հանրության աչքին ընդգծված գոյություն, ներկայություն ապահովելու համար։ Զանգեզուրի մասին երգի նոր տեսահոլովակ են տարածել։ Սկսենք տեսահոլովակի այն կադրերից, որոնցում երգչուհիներից մեկը փաթաթվել է շարֆով, որը քարտեզի պատկերով է, վրան էլ բավական նկատելի գրված Զանգեզուրի միջանցք։ Հաջորդը ճիշտ այն օրերին, երբ Փաշինյանի կառավարությունը որոշում է հեռացնել Արարատի պատկերը Հայաստանի սահմանային դրոշմակնիկներից, ադրբեջանցիները, որոնք որևէ առնչություն, հուզական, քաղաքական, պատմական, խորհրդանշական չունեն Արարատի հետ, տեսահոլովակում ներկայացնում են Արարատի կադրերը։ Հիմա առաջարկում ենք մի հատված, որն անգամ թարգմանելու կարիք չկա։ Թուրան եւ Աղրեդախ, ինչպես կոչում են Արարատը, այս բառերը ինքներդ կարող եք լսել։ Ağrıdağdan esen yer min illerdir yol gelir. Sevin Turan elleri birleştiren kol gelir. Հայաստանի տարածքը զավթելու նպատակով Ալիևի կողմից ֆինանսավորվող այս արևմտյան Ադրբեջան նախագիծը տեսանյութում օգտագործել է կադրեր Հայաստանի ինքնիշխան տարածքից, Հայաստանի այն տարածքից, որի ամբողջությունը ըստ Փաշինյանի Ալիևը ճանաչում է։ Բայց այդ նույն տարածքը Ալիևը փորձում է լցնել ադրբեջանցիներով, փոխել Հայաստանի բնակչության կազմը։ Եթե Հայաստանում ադրբեջանցիները հայերից շատ լինեն, ով կլինի Հայաստանի տարածքի տերը։ Եվ պետք է ավելացնել, որ Ալիևն այս պլանը գործի է դրել Արցախը օկուպացնելուց անմիջապես հետո։ Ահա նրա առաջին հանդիպումը այդ հասարակական կազմակերպության ներկայացուցիչների հետ, Արևմտյան Ադրբեջան կոչվող հասարակական կազմակերպության ներկայացուցիչների հետ եւ առաջին հայտարարությունը։ Bugün burada Այսօր այստեղ դեկտեմբերի 24-ին ձեզ եւս մեկ անգամ ուզում եմ ասել. մենք էլ արևմտյան ադրբեջանցիներն էլ երբեք չպետք է կորցնեն իրենց հավատը։ Հավատալու ենք եւ միաժամանակ քայլեր ենք անելու։ bax inamı itirməməliyik. İnanmalıyıq və eyni zamanda addımlar atmalıyıq, fəal olmalıyıq, işləməliyik və gün gələcək və Qərbi Azərbaycanda da Եվ կգա օրը մենք կվերադառնանք արևմտյան Ադրբեջան։ Արևմտյան Ադրբեջանը մեր պատմական հողն է։ Երրորդ լուրը։ Բաքվում ուշադիր հետևում են, թե ինչ է անում Նիկոլ Փաշինյանը Հայաստանում եւ ամենակարևորը, թե ինչպես է դրան արձագանքում Հայաստանում հանրությունը։ Ermənistan hakimiyyəti Ağrı dağı təsvirini həm gerbindən silir, həm də pasport sərhəd möhürlərindən. Հայաստանի իշխանությունները հեռացնում են Արարատի պատկերը թե իրենց զինանշանից, թե անձնագրերի սահմանային դրոշմակնիկներից։ Սա ռևանշիստ հայերի սրտով չէ, նրանք պնդում են, որ սա Թուրքիայի պահանջն է։ Փաշինյանը հավաստիացնում է, որ դա անում է երկրի պետականությունն ամրապնդելու համար։ Եթե նախորդ շաբաթներին Փաշինյանին գովում էին թուրքական հեռուստաեթերներում, հիմա հերթը Բաքվի քարոզչալիքներինն է։ Փաշինյանին ոչ ավել, ոչ պակաս ամենախելացին են կոչում, առաջարկում են հերոս հռչակել։ Nikol Paşinyan hər nə qədər erməni olsa da boş xülyalarla yaşamamağı öyrənib. Չնայած Նիկոլ Փաշինյանը հայ է, նա սովորել է չապրել դատարկ ֆանտազիաներով։ Փաշինյանը թերևս ամենախելացի քաղաքական գործիչն է, որը իշխանության է եկել Հայաստանում։ Իրականում հայերը պետք է նրան հերոս հռչակեն, գոնե այն պատճառով, որ նա դաս է քաղել 44-օրյա պատերազմից եւ հակահաբեկչական գործողությունից։ Հայերի դատարկ ֆանտազիա Բաքվում համարում են հայերի ազգային արժանապատվությունը, ազգային շահը, հայի եւ Հայաստանի իրական անվտանգությունն ու անկախությունը։